Ой, շատ խառն է։ Գիշատիչների որսը։ Давайте։ Ինձ իշմար տալուց նամյոկներ անելուց ճիշտ արեք։ Ես խնդիր չունեմ, ստուգեք ինձ։ Ու ինձ թվում է իրանք են դեպի սեվը։ Սևա, մի սև կա։ Ինքն են սև խաղացու։ Ապրիանայիտը։ Ես այս խաղին դուրս եմ գալու։ Կրակելու են ինձ, կտենաք։ Կարծում եմ էմոցիաների ինտերվել պետք չի։ Նամյոկներին պետքա ուշադիր լինել։ Շատ դժվարանում է խաղը։ Ես սպասում եմ, որ Տարանտինոն իմ մասին ֆիլմ նկարի եւս։ Ընկերներիդ մոտ պահիր, իսկ թշնամիներիդ ավելի մոտ։ Երբ երկար լռելը կասկածելի է, իսկ շատ խոսելը վտանգավոր, ուրեմն դուք մաֆիադորում եք։ Այստեղ թուլությունը մահացու մեղք է, ուժը պաշտամունքի առարկա։ 8 մասնակից, որոնց ուղիները կհատվեն մաֆիադորում։ Ալֆրեդ Պետրոսյան, Բարսելոնան համարում է աշխարհի ամենալավ ակումբը։ Սերուցքայինների երկրպագուների կողմից բռնության չի ենթարկվել։ Դեռ Վարդան Դանիելյան, Սիրասունի հոգեբանը, նախագծի ավարտից հետո բազմաթիվ համալսարաններ Վարդանին առաջարկել են դասախոսություններ կարդալ իրենց ուսանողների համար։ Զովինար Մինասյան, Սիրած վայրը Սևանաձով, Սիրած ֆիլմը Կարիբյան ծովի ծովահենները, Սիրած փողոցը Ծովակալ Իսակով, Երազանքը ծովից ծով Հայաստան։ Մաշկարամյան, Հայաստանի եզակի արսիկներից, որին նույնիսկ կեսուրն է սիրում։ Ինստա ընտանիքում համարյա 200,000 մարդ կա։ Այս տեմպերով կարող է մի քանի կուսակցություն հիմնել։ Հրաչյա Ոսկանյան, Նազենի Հովանեսյանի հավաստմամբ Էդրիեն Բրոուդին հրաչի ամերիկյան ռեինկարնացիան է։ Երանելիների շարքին է դասվում։ 1 մետր հեռավորությունից տեսել է Մոնիկա Բելուչի։ Անահիտ Խաչատրյան, Բարի ցայգաբաց, Good morning, Privetiki, սիրում է բարևել տարբեր լեզուներով։ ԵՊՀ Բաքի լուսանկարից իմանում ենք, կարմիր դիպլոմ չի ստացել։ Ամալ Դոլուխանյան, Արագածոտնի մարզի պապարացիներից պրծում չունի։ Աշտարակի թատրոնում նրա կերտած դերերը ոչ ոքի անտարբեր չեն թողնում։ Ամեն ինչից ականջողեր է կերտում։ Կարինե Սիմոնյան, գործընկերը մի անգամ ուղիղ եթերում ավետեց։ Կարինեն նույնպես հավերժ մնալու է պատմության մեջ, ինչպես Շտեֆի Կրաֆն ու Սերենա Ուիլյամսը։ Խենթանում է մելանխոլիկ լուսանկարների համար։ Բարև ձեզ, վախեցաք։ Բարև Ես այդպես բանով մտա էր։ Էդ ինչ ես դեմքդ փակել Հրաչյա։ Անունը տես մոռացել փակել Հրաչյա։ Այո։ Ոնց եք ձեզ զգում մեր նոր տաղավարում, Տաշիր արենայում։ Իդեալական։ Յանալի։ Ոնց հասկացաք, մենք նկարում ենք հերթական գեղարվեստական ֆիլմը Մոնգերեկի հետ Տաշիր արենայում եւ դուք մեր ֆիլմի հերոսներն եք։ Այդքանը հասկացել եք լավ։ Ահա, հիմա մեզանից հասնում է հասկանանք ով որ հերոսն է եւ ինչ ֆիլմ ենք նկարում։ Ֆիլմի անունը կորոշեք դուք։ Բայց ասեմ, որ մենք պահել ենք մեր խոստումը, Մոնգերեկը, բացի մեր հայտի սիրված մարդկանցից, նաեւ հրավիրել է մեր հետևորդներին մասնակցելու այս խաղին։ Մի հատ ձեռք կվարեք մեր հետևորդներ։
ապրեք, դա ծափարեք մարկած, իբր դուք հայտնի եք, իրանց ծափ չեք տալիս, սովորեք, հա, ավելին ասեմ, այս հետևորդների շնորհիվ եք դուք հայտնի, որ իրանք հետևորդ չլինեն, դուք հայտնի չեք լինեն, ես առաջարկում եմ 30-ական վայրկյան տրամադրել ձեզ, դուք պատմեք ինչ եք զգում, ինչ զգացողություններ, վերջի ներքևից հելակ վերև, ինչ եք տեսել ճանապարհին, պատմեք, կիսվեք, ներկայացեք, ասեք թե դուք որ հերոսուհին եք ֆիլմում ու անցնենք առաջ, 30 վայրկյան ունեք, խնդրեմ սիրելի Ամար։ Ես շատ լարված եմ, որովհետև մաֆիա խաղը միշտ իմ համար ասոցացվել է ադրենալինի հետ, անկախ նրանից կարմիր եմ, սև եմ, թե մնացած քաղաքացիներից եմ, ես լարվում եմ այս խաղից, բայց սիրում եմ նաև այս խաղը։ Իմ կերպարը կավբոյի կերպարն է, ես մտածում եմ, որ ես Ջանգոյի կորած քույրն եմ։ Հասկացա, դուք եք սպասում, որ Քրիստոֆեր Վալցը գա ձեզ փրկի։ Ճիշտ եմ ասում։ Այո, ես սպասում եմ, որ Տառանտինոն իմ մասին ֆիլմ նկարի եւս։ Սիրելի Հրաչյա գախտնի, որ չի ուզում բացի իր դեմքը մեզ։ Ես դեռ կբացահայտեմ իմ դեմքը, բայց մի քիչ ուշ։ Լավ։ Իրականում շատ լարված եմ ու ինձ թվում է դեռ մի 24 վայրկյան լարված եմ լինելու։ Արդեն 18, 17, 16, 15 մի խոսքով հիացած եմ ամեն ինչից։ Շնորհակալություն։ Մենք էլ համոզված եմ, որ հենց հանեք դիմակը կհիանանք։ Այս բանին ուղղակի դիմակով մարդ է եկել։ Մաշ 30 վայրկյան ունես, պատմի քո մասին։ Ես ինձ թվում արդեն պարզա Տարանտինոն եմ։ Եկել եմ Լոս Անջելեսի մութ թաղամասերից, բայց եկել եմ այստեղ ոչ որպես դիտորդ, այլ եկել եմ որպես որսորդ։ Ինձ համար այստեղ բոլորը կասկածելի են։ Ու դե քանի որ գիտեք ինչքան հայտնի եմ ես, կմտածեմ ում մասին եմ ֆիլմ նկարում եւ ինչ պայմաններում։ Շնորհակալություն, որսորդ միություն Տարանտինո։ Այլե ջան 30 վայրկյան ունեք, ներկայացեք։ Բարի երեկո։ Ես Դեյզին եմ, Մեծն Գեթսբի վեպից կամ ֆիլմից։ Եկել եմ Նյու Յորքից։ Գիտեք, Նյու Յորքը երազանքների քաղաք է, Նյու Յորքը ամերիկյան երազանքի քաղաք է, այստեղ մարդիկ շատ են սիրում երազել, բայց երբեմն այդ երազանքները շատ թանկ են արժենում եւ ինձ թվում է մեզնից յուրաքանչյուրը, այդ թվում եւ ես հավատում ենք հրաշքների։ 30 վայրկյանը ավարտվեց, այո, դեռևս հրաշքը չկա, դուք խոսում եք մաքսիմում 30 վայրկյան։ Ծափարեք, եթե ուզում եք ամեն ինչ տեսեք։ Ուղղակի որ միշտ ծափարեք կդառնանք հոգեբանական խմբակ։ Որսորդ միությունից Տարանտինոնա, Դեյզին, խնդրեմ հնդկացի Վարդան ոնց հասկացա։ Ես Տեխասի Վարդանն եմ, եկել եմ հերավոր Սիրասունից եմ բռնել, եկել եմ մաֆիադոր եւ ուզում եմ շատ լավ խաղ ունենանք մենք այսօր։ Ես միշտ կարմիր եմ լինում, քանի որ red flag-ը իմ սիրած գույնն է։ Կարմիրներին հաղթանակ, այո։ Արդյոք red flag բառը սովորել ես Սիրասունի ժամանակ Արսենից, Գրիգորյան։ Եվ արդյոք այսօր փորձելու ես գերել աղջիկների սրտերը, որ այդպես փորձես հաղթես խաղը։ Չէ, աղջիկների սրտերը չեմ գերի, իսկ red flag-ը սովորել եմ Սիրասունի կոմենտներից։ Հասկացա։ Իմ մասին վերաբերյալ։ Լավ, շատ լավ։ Անահիտ, 30 վայրկյան ունեք, ներկայացեք, պատմեք մի փոքր ձեր մասին։ Բարի ցայգաբաց, ես Անահիտն եմ։ Այսօր Բարբի կերպարն եմ ներկայացնում։ Բարբին, քանի որ նայել եմ միայն մուլտֆիլմը եւ բարի տպավորություն ունեմ, Բարբին հավատում է բոլորին, ես հավատում եմ բոլորին, փորձում եմ խաղալ կարմիրների հետ։ Շնորհակալություն։ Ալֆրեդ, Ես Ալֆրեդն եմ, ես այս կինոյի մեջ ինձ թվում է այն կերպարն եմ լինելու, որ բոլորը միշտ մտածում են ինքն է մարդասպանը, բան, սենց ռիծերն է, ինքն է, բայց վերջում պարզվում է, որ ոչ։ շնորհակալություն։ Զովինար, կարող եք ավարտել մեր շրջանը, ներկայանալով 30 վայրկյան ունեք։ Ես Սովն եմ, բարի գալուս Վեգասի աշխարհ։ Բոլոր ֆիլմերում լինում է իդեալական մասեր, ու այդ իդեալական մասը իմ հետ է, որովհետև Վեգասում ամեն ինչ հիասքանչ է։ Ու ինձ թվում է այս մեր ֆիլմի այս մասը, որը վերաբերում է ինձ, պետք է լինի գեղեցկության ու սիրունության ու հրաշքների մասին։ Ուրախ խաղ բոլորին։ Բրավո, Զովինար։ Ապրեք։ Ժամանակն է եկել մտածենք մեր ֆիլմի անունը։ Ֆիլմի անվանում։ Ոնց եք կարծում, ինչ պիտի կոչվի ֆիլմը, որտեղ խաղում են հնդկացի Վարդանը։ Ամերիկյան երազանք։ Համոզվի ինձ մեկ է, դուք համոզվի։ Տարանտինոն թող Լավ ասի, ասում, ես համաձայն եմ, բայց անգլերենով ավելի լավ է հնչում, էլի։ Շատ պրիմիտիվի մեջ ենք, եկեք մի քիչ ավելի կրեատիվ մտածենք։ Եվ ավելի կրեատիվ։ Ավելի կրեատիվ։ Գիշատիչների որսը։ Դավայցի։ Որսորդ միության Տարանտինոյի Դավայցե կանչով մեկնարկում է մեր խաղը։ Ես սկսեմ բաժանել ձեր դերերը։
Ոչ մեկ ձեռք չի տալիս ծրարներին։ Խնդրում եմ, որ ողջ խաղի ընթացքում ծրարները դեմքով դեպի ներքև դրված լինեն ձեր առջև։ Երբ որ ես ասեմ, այդ ժամանակ կբացեք ծրարները, կծանոթանաք ձեր դերերի հետ։ Դեյզիներում։ Հիմա դու Տերմինատորն ես անում։ Միշտ իմ բանը հարցնում։ նոր կերպար կարանք ստեղծենք, անունը դնենք Invictus։ Invictus։ Ոչել են։ Հետ հաշվարկով բացում ենք ծրարները 3, 2, 1։ Զգուշացեք, դռները բացվում են։ Երևի հետաքրքիր է լինելու, որտեվ շատ տարբեր բնագավառի մարդիկ են հավաքված, հնդկացիներ կան, կինոաստղեր կան, Տերմինատորը կա կամ Invictus ոնց որ ասեց, դրա համար ինձ թվում է պայքարը ուժեղ է լինելու։ Բաժանմատը գրվեք մոնգ 3-ի ալիքին, որովհետև իրոք շատ հետաքրքիր է։ Ոնց որ չի նկարում, հա։ Դա նկարում է։ Իմ փորձը ցույց է տվել, որ կարմիրը ավելի վատ եմ խաղում, քան սև։ Այսինքն դժվար եմ հասկանում ովքեր են սևերը։ Էս ինչ շոկ է։ Այնքան լավ աստղ, ես սիրում եմ մենակ խոսալ։ Ու միշտ մտածել եմ, որ պիտի մեկը ինձ նկարի այս ընթացքում։ Սիրասունում ավելի հեշտ էր, քան ստեստերին։ Ծանոթանանք մեր այսօրվա կարևոր կերպարների հետ։ Թիկնապա։ Դուրս արի, թիկնապա, դուրս արի, տեսնենք ով ես դու։ Ահա, կամաց թիկնապա, առանց ձայնի, որ միայն ես եւ դու ճանաչենք իրար։ Ինչպես եք թիկնապա։ Ամեն գիշերվա ընթացքում դուք դուրս եք գալու եւ ինչ որ մի խաղացողի, այդ թվում նաեւ ձեզ, իրավունք ունեք մեկ անգամ փրկելու։ Պարզ է ամեն ինչ։ Շնորհակալություն թիկնապա, ձեզ ճանապարհում ենք ձեր գրիմանոց։ Շատ հանգիստ կխաղամ այս խաղը։ Այն որ ասում են Ալֆրեդի սենյակ, հիմա ոնց որ իսկականից դարձավ Ալֆրեդի սենյակ։ Թաղային դուրս արի ծանոթանանք։ Մեր օրենքի պահապանը թաղային է։ Խնդրում եմ առանց շշուկի, որ մարդիկ չիմանան, միայն ես ձեզ ճանաչեմ։ Ամեն գիշեր դուք դուրս եք գալու եւ Մաֆիադորի բակում հանդիպելու եք ինձ։ Դուք ունեք ամեն գիշեր հնարավորություն մեկ խաղացողի գույն ճիշտ իմանալու։ Շնորհակալություն սիրելի թաղային, վերադարձեք ձեր գրիմանոց։ Հաճելի էր թաղային։ Դե իմանանք ովքեր են մեր այս խաղի երկու չարագործները, ովքեր են որոշելու խաղացողների ճակատագրերը։ Վախենում ես։ Սևեր, սպասում եմ ձեզ, դուրս եկեք ծանոթանալու։ Բարև ձեզ սիրելի սևեր, շշուկով, որ ոչ ոք չլսի, հուսով եմ ուրախ եք, որ իրար հետ եք սև, ողջ խաղի ընթացքում երկուսով պետք է պայքարեք 6 հոգու դեմ, որ հաղթեք այս խաղը։ Ինձ հաստատ հանելու են մի անգամից, համոզված եմ։ Անիմաստ։ Վերադարձեք ձեր գրիմանոցները, սիրելի սևեր, կհանդիպենք հաջորդ գիշերների ընթացքում, առանց ձայն, որ ոչ ոք չհասկանա, թե ով եք դուք, որովհետև այդ ինֆորմացիան հասանելի է միայն ինձ, որովհետև ես Մաֆիադորի հաղորդավարն եմ։ Լավ։ Դե ինչ, զգուշացեք, դռները բացվում են։ Համեցեք, նայեք իրար դեմքի, այո, ժպտացեք, իբրև թե ոչ մեկի չի տեսել գիշեր, այո, կարոտել եք իրար, Էսամտ։ Տենց հայերեն բառ չկա։ այո, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այս շրջանի ընթացքում, այս ցերեկ, ոչ մեկ տեխնատությունով չի հեռանալու խաղից։ Դե ուրեմն եկեք սկսենք, Ամալ ջան, սկսում ենք հենց ձեզանից, 30 վայրկյան ժամանակ ունեք, որի ընթացքում պետք է արդեն ասեք ինչ զգացողություններ եք ունեցել գիշերվա ընթացքում, սկսեք։
Դժվար է առաջինը խոսելը, այդ կտկտը կա։ Հուսամ կպահեն ինձ խաղի մեջ, որովհետև ես ուզում եմ դեռ խաղալ, որովհետև ես իմ սիրած քարով եմ ու իմ սիրած քարով ես միշտ լավ եմ խաղում, ու կարմիր խաղացող եմ։ Շնորհակալ։ Շատ ավելի լավ եմ խաղում։ Շնորհակալ Համար ջան։ Հրաչյա որոշեցիր բացել քո դեմքը, որ Այո, ողջույն հասնում, ողջույն սփյուռք։ 30 վայրկյան ունեք։ Ողջույն Լորե Արաբացակ։ Այդ իմ գյուղն է, էլի։ Միշտ բարևում եմ սա։ Եկեք հերթով չբարևենք, էլի։ Նկատողություն համար։ Ամեն տաքսիստի մորա։ Ուրիշի 30 վայրկյան ընթացքում Ճիշտ չկա։ կներեք։ Իրականում вообще մասկեն հանեցի դեմքս սկսեց շնչելու, հիմա սա ինչ որ լուսավոր եմ տենում։ Ու շատ ուրախ եմ այդ առիթով։ Ժամանակ։ Սիրելի մաշ, 30 վայրկյան ունեք, պատմեք։ Ողջունում եմ բոլորին։ Ես շատ ուզում եմ, որ մենք լավ խաղ ունենանք։ Ես կարմիր խաղացող եմ, խաղում եմ կարմիրների հետ։ Շատ ուզում եմ, որ մենք հաղթենք ու խնդրում եմ բոլորդ խոսեք մաքսիմալ պարզ, մաքսիմալ շատ, որպեսզի ավելի շուտ կարողանան գտնել սևերին ու բնականաբար հաղթել։ Բոլորի շատ լավ խաղ եմ մաղթում։ Շնորհակալություն։ Այո, կարող եք ծափարել։ Կարինե ջան, 30 վայրկյան ունեք։ Բարի օր բոլորին, ես էլ եմ կարմիր խաղացող, կարմիրներին հրավիրում եմ իմ թիմ խաղալու ինձ հետ, ես կփորձեմ արդեն իմ թիմը հավաքել, առաջին շրջանը մի քիչ դժվար է ինչ-որ կարծիքներ ասել, չեմ խաղում ոչ մեկի դեմ, չեմ խաղում դեռ ոչ մեկի հետ, բայց կփորձեմ իմ թիմը հավաքել, մի քիչ ավելի շատ Ամալին եմ հավաքել։ Շնորհակալություն, Կարինե, շնորհակալություն։ Վարդան, քո դեմ խոսելը մի քիչ վտանգավոր է, որովհետև կարող են խախտվել բնիկ ցեղերի իրավունքները։ Այո, ճիշտ ընտրություն ես կատարել։ 30 վայրկյան ունես Վարդան։ Քանի որ կարմիր գույնը իմ սիրած գույնն է, այսինքն ռեդը, ես իմ սիրած գույնով եմ, եւ ուզում եմ սևերին ցավակցել, որովհետեւ երբ որ ես կարմիր խաղացող եմ, կարմիրները հաղթում են, դա տենց է։ Չնայած սիրասում տենց չեղավ։ Մի խոսքով, ես կփորձեմ վերլուծել, ինձ թվում է, եթե աղջիկ եղավ սև, մի անգամից կբացահայտեմ այդ սևին, քանի որ ես աղջիկներին շատ լավ եմ վերլուծում։ Շնորհակալություն Վարդան, շնորհակալություն։ Անահիտ, ինչ կասեք հայտնիների մասին։ Ճիշտ է կարծիքը, որ հայտնիները քթները ծծած են, գորոզ են, չեն շփվում։ Բարև ձեզ, չեմ կարող ասել, դեռևս չեմ առնչվել նման մարդու հետ, դեռևս բոլորի խոսքը կլսեմ, ես կարմիր խաղացող եմ, խաղում եմ կարմիրների հետ, վստահ եմ կհաղթենք, հավատացի եւ Ամալի եւ Մաշի խոսքերին, դեռևս այսքան է, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Ալֆրեդ, ինչ ես դու նկատել քո մուկ ակնոցների հետ։ Ես կխնդրեմ մենք կարմիրներով ավելի լուրջ խաղանք, խոսացեք շատ, Շնորհակալություն։ Զովինար, ինչ ունես ասելու, որ ամփոփես մեր շրջանը։ Կարմիր խաղացող եմ ու ոչ վստահություն եմ ուզում ներշնչեմ, ոչ թշնամանք եմ ուզում առաջացնեմ, ուզում եմ որ իրար լսենք ու ամենակարևորը անիմաստ նշաններ չտանք մեկը մյուսին, որ մնացածին խառնենք, կապ չունի դու որ դերում ես գտնվում։ Այսքանը լավ խաղ։ Շնորհակալություն Զովինար։ Դե ինչ ազատ քննարկում, բոլորդ կարող եք արտահայտել ձեր կարծիքը, կարող եք իրար կրվել։ Շատ պատրաստված է։ Ես արդեն ճիշտ ասած գիտեմ ովքեր են սև։ Թաղայինը կարմիրների համար ամենաֆունկցիոնալ կերպարն է ու ամենաշատը ինքն է մեզ պետք։ Եկեք թաղայինին մաքսիմալ աջակցենք, եթե կարմիրները բռնում են։ Դու միշտ ես պետք։ Ասեցիք, որ շատ լավ է զգում աղջիկներին։ Հիմա այսքան խոսացածից ում խոսքներ քո համար ամենատարօրինակը։ Ես այդ կասեմ երկրորդ ցերեկին, եթե իհարկե ինձ չհանեն, ինչը որ ես վստահ եմ, որ ինձ հանելու են առաջի խաղում, եթե դաժե ես առաջի խաղում հելա, կարամ ասեմ ով ասել։ Արգելի Վարդան, նույնիսկ։ Ալֆրեդ, ինչ եք ուզում ասել։ Ես ուզում եմ խնդրել մեր թաղայինին ստուգել Հրաչյային, ինչի համար, որովհետև մենք ոնց որ բոլորս մաֆիա խաղանք, բայց Հրաչը տենց սև քարտա քաշես, հենց ինչից ասես խոսում, որովհետև սղծնի գնա։ Շնորհակալություն։ Ավարտեցինք մեր քննարկումները։ Զգուշացեք, դռները բացվում են։ Առաջին ցերեկը անցավ, արդեն եկանք վտանգավոր գիշեր, որովհետև այս գիշեր սևերը հեռացնելու են արդեն մի մասնակից մեր խաղից ունենալու են զոհ, բայց հնարավոր է ինչ-որ մեկի բախտը բերի եւ թիկնապահ բրկի նրան։ Ժամանակ չունեմ, Հրաչ ջան։ Ոյ, գոնե շուտ չհանեն ինձ, մի քիչ խաղամ հասկանամ ով է, սև խաղացող։ Մի քիչ հորաչին եմ կասկածում։ Ով է սև, ես եմ սև, ով է սև, ես եմ սև, ելով է սև կողքին ես։ Եթե հասկանալու եք, որ սև եմ, հիմա հասկացեք գնա վաղում լարվում է։ Ու հիմա լավավորեն կասկածում են, իբր ես թաղայինը չեմ։
հաստատ չեն մտածում, որ ես եմ, որովհետև մտածում են, որ թույլ խաղացողա, իսկ ես ուժեղ խաղացողի տպավորություն եմ փոխ։ Սիրելի թիկնապա, դուրս արի կատարելու քո առաքելությունը։ Կամաց, որ ոչ մեկ չլսի ձեզ, խնդրում եմ։ Խնդրեմ ձեռքով ցույց տաք այն անձնավորության կողմ, որին ուզում եք, որ փրկեք։ Շնորհակալություն։ Հա ոնց որ արագի մեջ թիկնապահը իր գործը արեց։ Ապրե թիկնապահ։ Խնդրում եմ մեր հանդիսատեսին կրկին անգամ որպեսի մեկնաբանություններում էլ չգրեք, որ ես խաբեբահ եմ, մանիպուլյատոր, red flag կամ էլ լավ գրեք կատակեմ։ Սիրելի թաղային, համեցեք, ձեզ համար փոքրիկ ինֆորմացիա ունեմ, եկեք, ասեք ում եք կասկածում, Ուզում եմ ես հաղորդումը մեր գյուղում գտել, որ սաղին բարևել է։ խնդրեմ ցույց տվեք։ Շնորհակալություն մեր թաղայինին։ Կարմիր եմ, բայց այնպես եմ լարվել, ոնց որ սև լինեմ։ Թե ուղղակի ուզում եմ կարմիրները հաղթեն ու ճիշտ խաղանք։ Սիրելի սևեր, ժամն է եկել զոհին ընտրելու, դուրս եկեք, ես սպասում եմ ձեզ։ Երկուսով կարող եք որոշել, թե ում եք ուզում զոհաբերել այս գիշեր։ Կոլեկտիվ որոշումով։ Եկեք սևեր ջան, եկեք, արեք ձեր որոշումը։ Ասեք ով է մեր զոհը։ Գիտեի իհարկե, ես տենում եք, որ ես ճիշտ եմ ամեն ինչը վերլուծում ու ասում, ես ապագա չեմ գուշակում, ես ճիշտ գիտեմ։ Ես կխնդրեմ մեր զոհին ընդամենը մեկ նախադասությամբ փոխանցի իր ունեցած ինֆորմացիան կամ իր զգացողությունները որևէ խաղացողի, որին ավելի շատ է վստահում։ Ընդամենը մեկ նախադասություն։ Խնդրեմ գրեք եւ ասեք ում է հասցեագրվում այդ նախադասությունը, ես կփոխանցեմ։ Շնորհակալություն։ Ուղղագրությունը ես հետո կստուգեմ։ Ձեզ ճանապարհենք, շնորհակալություն խաղի համար։ Լքեք մեզ շատ, հաճելի էր ձեզ հետ խաղալ։ Սիրուն ծրագիրն երելա ծովինարին, ստուգիր կարինեին։ Ինձ թվում է Անահիտն է դուրս եկել։ Հեսա կտեսնենք ով է ինձ գրե։ Զգուշացեք, դռները բացվում են։ Եկեք։ Ինչ զգացողություններ ունեք մեր գիշերվանից հետո։ Ոնց հասկանում եք, Փաստորեն մեկով պակասել եք։ Վարդանը գիտեր։ Փաստորեն Իր վախճանի Փետուրը հարվեց, մեր հաղորդումը Փետուրը հարվեց, այո, Հրաչյա ջան, ձեզանից ենք սկսում այս անգամ մեր կեսօրը, բայց հիշեցնեմ, որ այս ցերեկվա ընթացքում դուք արդեն կարող եք դնել տեխնացություններ, ում վրա կասկածում եք, վերջում քվեարկությունով մարդուն հեռացնել խաղից։ Հրաչյա, խնդրեմ 30 վայրկյանն եք խոսեք։ Իրականում չեմ ուզի ասեմ անսպասել էր որ Վարդանը չկա, որովհետև այդ շատ պրիմիտիվ տեքստ կարա լինի։ Բայց իրականում ես ձեր խոսքից հետո չեմ կարող Խոսա։ Եթե ունես կասկածներ, կարող ես առաջարկել տեխնացիա։ Քո խոսքից հետո որ դու շատ պաշտոնական մտար, ինձ թվում էր որ դու ինչ որ կոնկրետ ինչ որ տենց պլանով ես եկել, բայց դե որ իմացանք որ դու նաև հաղորդավար ես։ Շնորհակալություն, Հրաչյա, 30 վայրկյան եք դեռևս։ Մաշ, խնդրեմ։ Ես շատ զարմացած եմ, որովհետև Վարդանին հանելը մի տեսակ շատ պրիմիտիվ էր։ Այսինքն մի քիչ ինձ թվում է թույլ են մեր խաղացողները սևերը, որովհետև իրենք մի անգամից վախենալով հանեցին Վարդանին, որ հանկարծ Վարդանը այս գիշեր չբռնի ով է սևը։ Ես կդնեմ տեխնացությունը Ալֆրեդի վրա։ Ընդունված է Ալֆրեդի։ Կխնդրեմ Ալֆրեդի իր ակնոցները հանի, որովհետև ես ավելի շատ սիրում եմ մարդու աչքերին։
Ալֆրեդի տեխնացիոնը ընդունված է։ Հիշեցնեմ, որ եթե լինի ընդամենը մեկ տեխնացություն, այդ տեխնացիոն ավտոմատ կլքի խաղը։ Խնդրեմ, սիրելի Կարինե, Մաշ, ես 30 վայրկյան հավատում եմ քեզ, ուզում եմ հավատալ ու խաղալ քեզ հետ, բայց ես այդքան չի ասի, պետք է միանգամից կասկածել Ալֆրեդի վրա, որովհետև ինքը շատ տրամաբանորեն վերլուծեց առաջին շրջանը, չնայած քիչ բան կար ասելու։ Այս պահի դրությամբ ես իր հետ խաղում եմ քեզ հետ։ տեխնացություն, Հրաչյայի Հրաչյայի տեխնացիone տեխնացիոն, ընդունված է Հրաչյայի տեխնացիոն, ունեցանք արդեն 2 տեխնացություն։ Անահիտ 30 վայրկյան։ Ճիշտն ասած, ի սկզբանե ոնց ասել եմ, Ամալի ու Մաշի հետ եմ դեռևս խաղում, որովհետև իրենք հաստատ կարմիր են։ Ձեր խոսքը այս վերջինը ավելի տենց դեպի հավատքի, հավատալու տանող էր, բայց դեռևս դեր հավատալի կներեք խաղացի սևին եմ, պիտակս չի գալիս։ Հասկացա։ Ունեք տեխնացիոններ, որ ուզում եք Մաշի ու հանել։ Ամալի հետ եմ խաղում, բայց երևի թե ես էլ միանամ ու ում վրա դրեցիք, թե ես էլ միանամ ու դեմ Հրաչյայի վրա։ Շնորհակալություն։ Ալֆրեդ, ձեր տեխնացիությունը առաջադրել են, ուզում են ձեզ քվեարկել, ինչ կասեք։ Ես կկատարեմ Մաշի խնդրանքը, քանեմ ու ակնոցները, Ակնոցը։ օրինակ եկեք վերլուծեմ ձեր ասածը։ Դուք մի քիչ սևական նրանով, ես խոսում եմ նրա մասին, ոչ թե որ զուտ իմ տեխնացությունն է դրվել, արդեն խի է դրվել իմ տեխնացությունը։ Անհիմն ինչ որ բան, դա ինչ որ սևական է, էլի, որտեղ կարմիրները բավականին ինչ որ լոգիկ բան են անում, այս Ալֆրեդ, ունեք տեխնացություն, որ ուզում եք դնել եւ պաշտպանել ձեզ եւ տեխնացությունը։ Մաշի տեխնացությունը, բայց իրեն դեռ ում կքվեարկեմ, այո։ Ընդունված է Մաշի տեխնացիությունը, արդեն մենք 3 տեխնացություն։ Նոմինալ 30 վայրկյան։ Ես մի փոքր կտակ եմ ստացել Վարդանի կողմից ու այդ կտակի մեջ ինձ մի քիչ հուշում էր գրած, որ ես իմ ուղղությունն եմ, ես 2 ստավկա էի դրել խաղի սկզբում, եթե դուրս գա խաղից Հրաչը, սևա Ալֆրեդը հաստատ։ Եթե խաղից դուրս գա Ամալիան կամ Անահիտը, ուրեմն կամ Կարինեն կամ Հրաչն է սև։ Հիմա Վարդանի նամակից հետո Շնորհակալություն։ Ունեք տեխնացություն։ Ալֆրեդի վրա եմ դնում։ Ալֆրեդ տեխնացիությունը արդեն կա, հաստատված է։ Սիրելի Ամալ, եզրափակեք այսօրվա շրջանը 30 Ես հիմա շատ լարված եմ, որովհետև եթե ես այնտեղ մտածում էի Աստված իմ ինձ հələ չհանեն խաղի մեջ, մնամ խաղի մեջ, հիմա ես ավելի լարված եմ, որովհետև հանել են մարդու, ով որ ու ես շնորհակալ եմ իրականում ձեզ բոլորիդ, որ ոչ մեկ չխորացավ դրա վրա, որ Վարդանը դուրս եկավ, ուրեմն կարա Ամալը լինի եւ այլն եւ այլն։ Շատ շնորհակալ եմ իրականում պրոֆեսիոնալիզմի համար։ Ես իրականում հակված եմ Ալֆրեդին հավատալու, բայց խնդիրը այն է, որ ես Մաշին եմ հավատում։ Իմ համար կասկածելի է մի քիչ Հրաչը, ես չգիտեմ։ Չունեմ տեխնացիություն, չեմ անի ես տեխնացիություն։ Եթե չունես տեխնացիություն, ուրեմն սկսենք մեր խառը քննարկումը։ Այս պահին կարող եք բոլորդ առանց հերթը պահելու քննարկել, կրվել, պաշտպանել ձեր տեխնացիությունը։ Իմ կտակի մեջնի ես չեմ կարող բացել ձեզ, բայց սենց մի հատ հարց կա։ Մեր թաղայինը կամ Անահիտն է, կամ Ամալի։ Ես հասկանում եմ, Ինչի ես դա ասում։ Անուններ չեմ տալի, իմ կտակի մեջ լսեք, ես իմ կարծիքն եմ սեփական ասում։ նայ, սա սևական քայլ կարա լինի, կարան գալի, ես չեմ ասում սևս, բայց Եթե դու կարմիր խաղացող ես հիմա, տեսա դες պալիտանում, կավով, Ալֆրեդ, դու ինչի ես Մաշի տեխնացիությունը դնում, զուտ դրա համար, որ Մաշը քեզ կասկածեց։ առաջի կրոգին ասցի, որ Հրաչի խաղը դուրս չի գալի, ինչ որ տենց խոսը սխծրեց գնաց, ես անձամբ կքվեարկեմ Հրաչի դեմ։ Վարդանին հանել են ըստ ինձ, որովհետև ուզում են, որ երկրորդ պեշկան, այսինքն պաշտպանող անձնավորությունը պաշտպաներ ուրիշ մարդու ընդհանրապես ու իրան կարանան հերթով թույլ խաղացողներին հանեն, որ միգուցե թույլ խաղացողները տեխնացիություն, Ալֆրեդ, Հրաչ եւ Մաշ, այս Ես տեխնացությունները։ առաջինից կարծում եմ Հրաչը սև է, ես ասեցի, որ այդ իր Ինչի սևական երկրորդին դու դնում ես բացատրեցի, ես բացատրեցի, ասեցի, որովհետև ինք ասում ակնոցներով է, ուրեմն Մեր քննարկումը ավարտված է, այս պահից քննարկում չենք անում։ Այս պահից ասում ենք քվեարկության։ Զգուշացնում եմ, քվեարկում ենք հետևյալ կերպ, ով է կողմ խաղալիքի X խաղացողը, բարձրացնում ենք 0։ Տևում է ընդամենը 1.5-ից 2 վայրկյան, ինչեւ ես կասեմ շնորհակալություն։ Շնորհակալությունից հետո բարձրացված ձեռքերը չեն հաշվում որպես իօգուտ այդ խաղացողի, հասկացանք։ Ունենք 3 տեխնացություն. Ալֆրեդի, Հրաչի եւ Մաշի տեխնացությունները։ Պատրաստ եք։ այո։ Ով է կողմ խաղալիքի Ալֆրեդը։ 4 ձայն։ Հրաչյա, ով է կողմ խաղալիքի Հրաչյան։ 3 ձայն։ Եվ 0 ձայն անցնում է Մաշին, հետևաբար 4 ձայնով սիրելի Ալֆրեդ 4 հոգի քվեարկեց, որ դուք հեռանաք այս խաղից։
Կարող եք ասել ձեր վերջին խոսքը, ձեր մաղթանքը կամ ձեր անեցքը, որ հաշվարկների մեջ չխառնվեք։ Ես կարմիր գնացի, որ դուք կանաք ճիշտ հասկանաք, թե քանի սև կա։ Ես ամեն դեպքում կարծում եմ, որ սևերը կամ մեկը հրաշնա կամ երկու աղջիկ, ու այսինքն ավտոմատ կերպով, հա։ Կամ մեկը հրաշնա, հա, չէ, ես դուք եմ գալի, ինֆորմացիայի հավաքել։ Ժողովուրդ, բայց խնդրում եմ մի հատ օրինակ դու ինչ ես պաշտպանում ինձ։ Շնորհակալություն, Ալֆրեդ, ավարտվեց ժամանակը։ Շնորհակալություն, ճանապարհում ենք ձեզ, ապրեք, որ եկել եք։ Դեռևս ամեն ինչ վերջացած չէ։ Զգուշացեք, դռները բացվում են։ Ոյ, չգիտեմ, ես ամենաշատը առաջին շրջանից հետո հավատացել եմ Ալֆրեդին, բայց իր խիստ պաշտպանողական ռեակցիան, որ Մաշը կասկածեց մի քիչ իրան ու ուղղակի թեթև ասել, ես կասկածում եմ, միանգամից հարձակվեց Մաշի վրա։ Շատ հուսով եմ, որ Ալֆրեդը սև է դուրս եկել, պետք է ինքին համար սպլաշնոյ սև էր։ Վարդանի նամակը ինձ լրիվությամբ իրար խառնեց։ Գլխարկս լավ եմ դեր։ Մոտարի կամած կամած կեկեկեն մորա եկար եկար կեկեկեն մորա եկար եկար Թիկնապա, ես սպասում եմ քեզ նույն վայրում, որովհետև հանդիպման վայրը փոխել չի կարելի, ինչպես կասեն հայտնի ֆիլմում։ Նորից բարև ձեզ Թիկնապա, ասեք ում եք ուզում փրկել այս անգամ։ Ես հասկացա ձեզ, ես հարգում եմ ձեր որոշումը։ Սիրելի թաղային, սպասում եմ ձեզ, եկեք մեր սիրելի հանդիպման վայր։ Եկեք, որ ես ձեզ տամ այդքան բաղձալի ինֆորմացիան։ Դե ինչ, սիրելի թաղային, ում գույնն եք ուզում իմանալ, ում դիմակն եք ուզում պատրել այս գիշեր։ Շնորհակալություն։ Ես տենց էլ գիտեի, որ առաջը սև է։ Որովհետև մենք դուրս եկանք, Վարդանը չկար, առաջը չզարմացավ։ Ինչ որ դերասանական մտավ, ասեց, «Այս ո՞ւր է Վարդանը, դու ես Վարդանին գրող եք»։ Դե օրենքի պահապանները հեռացան քաղաքից, հետևաբար քաղաքը մնաց ազատ սևերի համար։ Սևեր, դուրս եկեք որսի։ Սևեր, ես ձեզ սպասում եմ, լիցքավորեք ձեր ատրճանակները, դուրս եկեք, ընտրեք ում եք ուզում այս գիշեր ոչնչացնել, այսպես ասած, մի քիչ կոպիտ առաջում, բայց դե ձեր գործառույթն էլ հետ է։ Ընտրեմ, ամեցեք։ Կարմրի, եթե սպանեմ ինձ։ Այ հա, իհարկե։ Ցանկացի։ Կհանդիպենք առավոտյան, բայց ես ոչ մեկի չեմ ասի, որ ես հանդիպել եմ ձեզ գիշերը։ Սևերը հերթական զոհ ունեն, հերթական մի հոգի զրկվեց խաղային կյանքից։ Կամ ես ճիշտ ուղու վրա էի ու ինձ պետք էր հեռացնել, կամ ես համագործակցում էի հենց Սևի հետ։ Մեր զոհին այս գիշերվա ես կխնդրեմ, որ գա եւ ընդամենը մեկ նախադասությունով գրի իր կտակը, ինչ մտքեր ունի, ինչ ինֆորմացիա ունի այս խաղում եւ անպայման նախադասությունից հետո գրել թե ում է ուղված այդ կտակը։ Շնորհակալություն խաղի համար, խնդրեմ, համեցեք, շնորհակալություն, մենք դեռ ձեզ տեսնելու ենք, հենց որ մի հուսահատվեք, ամեն ինչ լավ է լինելու։ Շնորհակալություն։ Սիրելի թաղային ստուգեք Անահիտին։ Okay, Անահիտի ես եմ։ Ես թաղայինի չեմ, բայց ես Անահիտն եմ։ Զգուշացեք, դռները բացվում են։ Ոնց հասկանում եք, մենք եւս մեկ զոհ ունենք։ Հրաչյա, մնացել ես միայն
Չես վախում աղջիկներից։ Դե արդեն վախում եմ։ Միայնակ տղան ես մնացել աղջիկների մեջ։ Աղջիկները շատ պատրաստված Դե արդեն ձայնազուրկ կլնեմ առանց էլ ձայնազուրկ։ Տեսնենք, Մաշ, քեզանից ենք սկսում մեր շրջանը, 30 վայրկյան ունես, պատմիր, թե ինչ զգացողություններ ես ունեցել Ես գիշերվա վստահ եի, որ կամ ես եմ դուրս գալու, կամ Կարինան է դուրս գալու, այդպես էլ եղավ։ Ժողովուրդ ջան, ես Կարմիր եմ, եթե դուք ինձ հավատում եք, եկեք հետևեք ինձ, որպեսզի մենք կարողանանք հաղթել։ Հրաչը սև է, դնում ենք հրաչի վրա, հրաչին հանում ենք ու շարունակում ենք Հրաչայի մենք խաղը։ տեխնացությունը։ Հրաչային Ուրիշ բան տեխնացություն կա՞ հասկացա, ծուված է հրաչայի Ուսան տեխնացությունը։ բոլորդ ինձ հետ եք։ Շնորհակալություն։ Ինչ է եղել հրաչիա։ Անահիտ 30 վայրկյան ունեք։ Ճիշտն ասած անսպասելի էր, որ դուրս եկավ Կարինան, որովհետև իր վրա քիչ թե շատ մի փոքր կասկած ունեի, բայց ի սկզբանե ասել եմ Ամալի ու Մաշի հետ եմ խաղում, եւս երկրորդ անգամ կներես Հրաչյան երևի թե Աստված քո վրա։ թողնել, լսի Աստված նայում է։ Հրաչա չի կարելի խոսել։ Երևի թե հա իմ համար եթե մի սևը դուրս չի եկել, իմ համար էլի կասկածելի դու ես մնում, որովհետև դու որ դուրս եկար չնայեցիր ով է դուրս եկել, դից հանգիստ դուրս եկար։ Շնորհակալություն Անահիտ, շնորհակալություն։ Ծովինար, ինչ կարծիք ունես։ Վարդանը ինձ գրել էր ստուգիր Կարինեին, բայց հիմա եթե Կարինեն դուրս եկավ, ստացվում է որ ինքը Կարմիր խաղացող էր։ Հիմա ես չգիտեմ, ես հիմա կասկածում եմ Ամալիի վրա։ Եվ Բայց 100%-անոց չի, հենց որ տեխնացություն չեմ դնում, վերջացնեն ընթացքում կորոշեմ։ երևս մեկ տեխնացություն ունենք։ Շնորհակալություն, Ամալ, ասեք դուք ինչ եք կարծում։ Ես դեռ առաջին կռուգից ասում եմ, որ ինքը սև խաղացող է, բայց իմ համար մի հատ տարօրինակ բան կա, որ Մաշա ամեն առավոտ զարթնում է, առաջադրում է ինչ-որ մեկի տեխնացությունը ու չգիտես ինչի այդ մարդը դուրս է գալիս։ Իմ համար Ալֆրեդը գնացել է Կարմիր խաղացող, բացահայտ Կարմիր խաղացող։ Օրինակ վերցնեք Մաշից։ Առաջ ես հենց այդ որպես Կարմիր խաղացող ես ռիսկ չեմ անի Կարմիր մարդու վրա։ Իմ համար 50-50 է։ Դե սպարագայում ես վստահ եմ, որ Հրաչը սև խաղացող է։ Ավելի քան, որտեղ առաջին կռուգում Շնորհակալություն։ Հրաչա 30 վայրկյան ունես, արդարացի կամ համոզի կամ մեղադրի, ինչ ուզում ես արա 30 վայրկյան։ Եթե դու այդքան համոզված ես, ամեն առաջ խաղացի չէր անում։ Ես դրել եմ տեխնացիա։ Նկատողություն համար։ Երար։ Իրականում չէ, իմ համար դու ես բեսամ սև խաղացող, որովհետև դու ասում ես ես տեսա Հրաչը ոնց դուրս Բեսամ եկավ։ հայեցի չափից շատ։ Այո։ Ոնց Հրաչը դուրս եկավ, որ ինչ որ տես մի անգամ զրեսկի որ այնտեղ չնայած ոնց որ ինքը արդեն գիտեր այս կոմենկում, բայց ես իրականում քեզ էլ եմ։ Հրաչ միայն քո տեխնացությունն է, Հրաչ։ Չես վախում, չես կասկածում ինչ որ մեկին։ Դնում եմ քոնը։ Ամալի Ինչ որ տեխնացիան է։ պինգ-պոնգ ա գնում, բայց մեկ ես քեզ բեսամ հավատում եմ, կարող եմ եթե ես անկարծ ծեվել լնեմ։ Հրաչա, շնորհակալություն։ Հավատում եմ քեզ։ Հրաչա, շնորհակալություն, Հրաչա։ Մի վարքան է, որովհետև գիտես։ Ամալիայի Մեծ լավ է իր տեխնացիան։ Վստահ։ Լավ, կարելի որ Հրաչը արդեն սկսել է, առաջարկում եմ անցնենք ազատ քննարկմանը։ Դու խոսա, խնդրում եմ, խոսամ իրան։ Ոնց որ Facebook-ի վրա դնում ես։ Մեկի վրա դնում էի, ոնց կա։ Ին վրա է դնում։ Մի վարքան, ժամանակը քիչ է, մի հատ խոսած, ինձ բացատրի, Ոսկե ինքանա որ մեկի վրա դրել ես։ Ես ի սկզբանե Կարմիրների հետ եմ խաղացել, Բա երբ փոխվեցիր։ երեխեք մեկը ով է թաղայինը։ դուրս ես եկել, բալուբոբու իմացել ես, ես չեմ ասում, ես պրոստը ասում եմ տեխնացություն դնելու։ Որովհետև ես մի հատ այդքան ժամանակ իշմար չստացա, ես ստացա Վարդանից, բայց Վարդանը գրեց, Դու թաղային ես։ Ես չեմ, բայց ինձ կտակի մեջ խնդրել եմ, որ ստուգեն Ամալեին, էտա, всё, բայց ես թաղայինի չեմ պրոստը որ։ Վայ Ամալիան բաց է, ստուգեք Ամալիային։ Ես խնդիր չունեմ ստուգեք ինձ։ Էտա, ամբողջ խնդիրը դա։ Միայն Հրաչյայի եւ Հրաչյան։ Հրաչայով Ամալիկի։ Հրաչային հանում։ Հասկացա։ Ուրեմն ունենք Հրաչ։ երկու տեխնացություն։ Հրաչին։ Այս պայն քննարկումները ավարտում ենք եւ անցնում ենք քվեարկության։ Ձեզանից մեկը հիմա լքելու է խաղը։ Խնդրում եմ եղեք ավելի ուշադիր եւ զգոն։ Քվեարկում ենք արագ, մինչեւ շնորհակալություն բառը ձեռքը վերև պարտելով։ Առաջին Հրաչյայի տեխնացությունն է։ Ով է կողմ խաղը լքի Հրաչյա։ 4 Ձայն Կոլեկտիվ կանացի որոշմամբ Հրաչյա դու ավարտում ես Դե իրականում անհարմար կլներ, որ ես բունայի։ Ունես վերջին վերջին խոսքի հնարավորություն։ Իրականում խնդրում եմ ստուգեք Իրան եւ Իրան։ Մաշ ստուգի։ Ստուգի։ Շնորհակալություն Հրաչյա, ապրեք, որ եկել եք, եկեք, հլա ամեն ինչ կորած չի։ Եկեք։ Ստուգի։ Ավարտեցիք ձեր խաղը։ Ստուգեք, երեխեք, ստուգեք մեկ-մեկ, էլի քոր ապրում եք։ Ոյ։ Եկեք ճանապարհ ենք Հրաչյային։ Մնացիք կանանցով։ Զգուշացեք։
Դռները բացվում են։ Ճիշտ են ասում, որ կանացի ինտուիցիան ամենաուժեղն է աշխարհում։ 4 աղջիկներով հավաքվեցին եւ միաձայն քննարկեցին, հանեցին սևի խաղաց։ Այդ աղջիկներից մեկն է նրա հետից իմիջայլեց։ Բայց քանի որ մի ամսյակ է մեզ մոտ, իրանց կարելի է ամեն ինչ իմիջայլոց, նորից շնորհավորում ենք ձեզ աղջիկներ, մենք ձեզ շատ սիրում ենք, անկախ ձեր գույնից, դուք սև եք, թե կարմիր։ Ծովինարը ինձ ասեց, որ մաշն է սևը։ Այ դու հրաչ, շուստրիկ։ Մաշը, եթե սև եղավ, չգիտեմ, հրաչ ջան, չեմ կարող նստեմ լավ բացեմ։ Թիկնապա, սպասում եմ քեզ։ Արի թիկնապա, արի տեսնենք ինչ ես անում այս անգամ։ Ում ես ուզում փրկել թիկնապա։ Դուր ինձ այդ մարդու անունը թիկնապա, փրկիր այդ մարդուն։ Եվ Շնորհակալություն Թիկնապա։ Թիկնապա հկայացրեց իր որոշումը, այս անգամ եւս կյանք նվիրեց խաղացողներից ինչ-որ մեկին։ Թաղային, դուրս եք թաղային, դուրս ալի զրուցենք, տեսնենք ինչ նորություն կա։ Ում եք ուզում ստուգել։ Ահան։ Թաղայինը կատարեց իր ստուգումը, Թաղայինը այս անգամ եւս իմացավ մեկ գույն եւ հույս ունեմ, որ դա կօգնի այս խաղի ընթացքում իրեն։ Սևեր կամ սև, չգիտեմ, եկել է զոհին ընտրելու ժամանակը։ Համեցեք, ասեք, թե ում եք ուզում սպանել այս անգամ։ Որոշումը ձերն է, ամեն ինչ կախված է ձեզանից, նույնիսկ այդ խաղացողի կարգատագիրը։ Դե, կատարեք ձեր ընտրությունը։ Ես խնդրեմ ընդամենը մեկ նախադասությամբ մեր զոհը գրի իր կտակը եւ անպայման գրի, թե ում է ուղված այդ կտակը։ Ես խոսք եմ տալիս կփոխանցեմ։ Շնորհակալություն խաղի համար։ Շնորհակալություն անպայման կփոխանցեմ։ Սկիպի դակատիս։ Սևա իսկ ես Ամալիային պաշտպանեցի։ Շատ լավ որ ինձ են գրել են Թաղայինի, ես եմ Սևը, Ամալիան է ծով։ Ես Ամալիային այս խաղին պետք է հանեմ ամեն ձև։ Զուշացեք, դռները բացվում են։ Եք։ Զբաղեցրեք ձեր տեղերը։ Զբաղեցրեք։ Ես ինձ այս շռայլություն թույլ կտամ կնստեմ 3 գերեզգույների արանքում։ Սիրում եմ, երբ որ բոլոր տղաները գնում են մնում են մենակ եւ Գեղեցիկ։ Ինչ կարծիքներ ունեք։ Ծովինար, սկսենք ձեզանից։ 30 վայրկյան։ Ես փրկող անձնավորությունն էի, նայում ես ինձ մեր Թաղայինը գրել է ու կտակա գրել, որ ինքը Սև է։ Ամենայն անկեղծությամբ ինձ Մաշը գրել է, ծովո, ես Թաղայինն եմ, ստուգել եմ, Ամալիան Սև է։ Շնորհակալություն։ Դնում եմ Ամալիայի թեկնածությունը։ Անցնված է Ամալիայի թեկնածությունը, Ամալիա ձեր հերթն է կարծիք։ Ընդունեք Ծովինարի թեկնածությունը, որովհետև ինքը մի քիչ առաջ ինձ գոռում էր, որ то есть բանով ասում էր, որ բանը Մաշը սև խաղացող է, ու հիմա ես ընդունեք Ծովի թեկնածությունը, որովհետև ինքը խաբվում է։ Ես ինքը հատկություն ստանեմ, ես պաշտպանել եմ իրան գիչը։ Կա որևէ ապացույց, որ մենք տեսել, չունենք մենք որևէ ապացույց, որ դուք քեզ գրել են դա։ Ես Աստված, մի վարքյան ընդունեք Ծովի թեկնածությունը։
Դե ավելի հանգիստ դեր համար։ Ճիշտն ասած իմ համար ինքը անցած փուլում իմ հետ չէր խաղում, այս փուլում իմ հետ է խաղում, իմ համար մի քիչ տարօրինակ է, ի սկզբանե Ամալի հետ եմ խաղացել, ես Ամալին եմ հավատում, եթե դաժե ես սխալ եմ, ես իրան եմ հավատում, ես կարմիր խաղացող եմ, Մաշի դուրս գալը իմ համար ճիշտ ասած անսպասելի էր, անիմաստ էր ու ինձ շփոթել էին թաղային հետ, ինձ գրել էին կներես քեզ չէին ուզում ստուգեն ինձ էին ուզում ստուգեն, բայց ես կարմիր եմ։ Դե ինչ ազատ քննարկում երեք աղջիկներով Լիսի նայի, իրար մեջ բարձեք հարցերը։ Ես իրան եմ պաշտպանել, Ես դառնել եմ մտածում եմ երկու մարդիկ են ու ես ի սկզբանե չեմ կասկածել։ Հիմա իմ համար ամեն ինչ է, որովհետև ինքը ռեսկի մի հայտարարեց իր մասին։ Հա, որովհետև ինձ Մաշը սխալ իշմար էր դրի։ Դրա համար ես խաղի սկզբում ասեցի ինձ իշմար տալուց նամյոկներ անելու ճիշտ արեք։ Դրա համար ես հիմա քեզ ասում եմ։ Նա հիմա ոչ մեկ չունի այդ գարանտիա, որ շատ լավից է խաղացողը։ Ինձ մի հավատա, դե կտեսնես որ պարտվելու եք։ Մյուս խաղին կտեսնես։ Ես էլ սկզբից քեզ ասում եմ։ Պրոստը որ ձեզ չեն կասկածում, որովհետև երկու տեխնա։ Որովհետև միանգամից բացվեց Ծովինարի այդ բանով։ Ինձ հանի ու խաղի վերջում դու կտենաս։ Ինձ հանի։ Ես բան չունեմ ասելու։ Ես բան չունեմ ասել։ Ինձ հանեք։ Թողանեն։ Իշեստեմ, տեխնացիները երկուսն են։ Դու կտենաս որ քո չխաղած իմանալու պատճառով ինչ եղավ, որտեղ դու չէիր տենում։ Ամալի եւ Ծովինարի տեխնացությունները մենք ունենք։ Անցնում ենք քվեարկության փուլ։ Ոնց հասկացանք Անահիտ, ամեն ինչ կախված է ձեզանից, որովհետև չկա ձեր տեխնացությունը։ Քվեարկում ենք արագ։ Ուշացած ձայները չեմ ասում։ Կդնես, խնդրում եմ, չես փոշ։ Վերջ ավարտում ենք քննարկումները։ Ավարտում ենք քննարկումները։ Ով է կողմ, որ խաղը լքի Ամալը։ Շնորհակալություն, մենք ձայն։ Ծովինար ունեք վերջի խոսքի իրավունք երկու ձայնով լքում ենք։ Ես քեզ ասացում եմ, որ նամյոկներին պետքա ուշադիր լինես։ Ես այս մարդուն ասեցի, որ իր ռեակցիան ստուգեմ։ Դու ընդհանրապես խաղը չգիտեիր ու դրա պատճառով մենք հիմա կրվեցինք։ Դավայցե։ Ոնց սկսել եք այդ նույն։ Ես արդեն չգիտեմ ոնց բացատրեմ։ Կարծում եմ էմոցիաների ինտերվել պետք չի, ինձ թվում է ավելի ոչ էմոցիոնալ այն մարդը, որ չի խաբում։ Դավայ։ Շնորհակալություն Ծովինար, խաղի համար ճանապարհենք, ապրեք, որ մեր հետ եք այսօր։ Ձեզ հետ խաղը սկսեցինք հենց դավայցե արտահայտությամբ, եթե կհիշեք, եւ ավարտեցինք էլի հենց դավայցե արտահայտությամբ։ Դուք խաղացիք Սելյանայից, դուք Սելյան քվեարկեցիք եւ հաղթեցին Սևերը։ Շնորհավորում եմ Սև թիմին հաղթանակի կապակցությամբ։ Շնորհակալություն խաղի համար։ Ես իրականում ի սկզբանե շփվել էի։ Կարող եք լքել արդեն մեջ ֆիլմի նկարանման հրապարակը, բայց ամեն ինչ վերջացած չէ, խնդրեմ, ճանապարհում ենք ձեզ։ Ապրեք, որ եկաք այսօր։ Ավարտվեց մեր առաջին խաղը, ավարտվեց Սևերի հաղթանակով։ Ամալը կարողացավ խաբել Անահիտին, այսպես ասված, եւ քվեարկել Ծովինարի դեմ։ Շնորհավորում եմ Սև թիմին, ապրեք, որ ուժեղ եք խաղացել, բայց դեռ ամեն ինչ կորած չէ, մենք դեռ ունենք երկրորդ խաղ։ Ես գնամ պատրաստվեմ երկրորդ խաղին։ Կտեսնվենք։ Բարև ձեզ, բարի գալուս Մաֆիադորի երկրորդ խաղ։ Առաջի խաղը ավարտվեց, առաջի խաղում հաղթեցին Սևերը։ Միացնապարեք մեզ Սևերից։ Հա, արժանի է։ Իրականում արժանի է։ Հիշեցնեմ, որ մենք նկարանում ենք Գիշատիչների որսը ֆիլմը։ Գիշատելու ենք։ Գիշատիչը Սևերն են, իսկ որսը դուք պես դուրս եք։ Որսը դու ես։ Բայց այս խաղում չգիտենք ինչ կլինի։ Ուղենք սխալը, ես էլ սխալվեցի ալկրեդի մասը։ Տրամադրված եք երկրորդ խաղին։ Ռևանշիստական մկրտումներ ունեք։ Այո, հուսամ այս խաղում ես առաջին գիշերին չեք անի։ Գեղեցիկ բան։ Ասակից հանում է։ Պատրաստ եք։ Ես սկսեմ ձեր դերաբաժանումը։ Ինչպես հիշում եք, ձեռք չեք տալիս։ Մինչև հետ հաշվարկը, հետո բացում եք, հրա չէ, դեմքը տեսել ենք անիմաստ դիպագի հիմա։ Ինչ լավ է, որ ես բմբուլներից ալերգիա չունեմ վարդը։ Բայց փրշտաս մի։ Անահիտ ջան, ավելի ուշադիր եղեք այս խաղին։ 3, 2, 1։ Զգուշացեք, դռները բացվում են։ Մի
միշտ մի տեսակ այն չի, երբ որ սևերն են գրում, որտեղ կարմիրները մտածում են իրենք շատ են, իրենք պիտի գրեն, բայց սևերը ավելի շատ ինֆորմացիա ունեն եւ ավելի իհարկե լավ են տիրապետում իրավիճակին։ Ես մեծ հույս ունեմ, որ սևերը բարեգութ կգտնվեն եւ ինձ չեն սպանի առաջի գիշերը գոնե։ Սաղում թաղայինն եմ, սաղին ստուգեմ։ Բայց կուզեի ես ինչ որ տիկնապահ եւ թաղային լինել։ Նա ոյ չի դզում, կարմիր լինել չեմ սիրում։ Հետաքրքիր խաղալ լինելու հազիվ։ Բոմբ ենք խաղացել։ Նենց որ ինձ հանեցին, բայց սևուկս հաղթեց։ Դες կարամ հետո հետս տանեմ տոն։ Ծանոթանանք այս խաղի թիկնապահի հետ։ Սիրելի թիկնապահ, դուրս ալի ծանոթանանք, տեսնենք այս անգամ ում է բաժին հասել այդ կարևորագույն դերը։ Ահա, շատ հաճելի է սիրելի թիկնապահ։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը ձեր գրիմանոցում։ Շուտ պերսոնաժներ անգնեմ, ես այսպես կանացի եմ հագնում։ Թաղային, ով է այս խաղում մեր օրենքի պահապանը։ Բարև ձեզ սիրելի թաղային, ինչպես է տրամադրվածությունը։ Պատրաստ եք կարմիրներին տանել դեպի հաղթանակ։ Այս խաղը պետք է ձեզ համար ավելի կարևոր լինի, որտեղ անցածը գրել են ձեր հակառակորդները, նրանք սև են, դուք թաղային եք, հասկանում եք։ Շնորհակալություն սիրելի թաղային, վերադարձեք ձեր սենյակ, սպասեք առավոտյան։ Դե, քանի գիշեր է, քանի մարդ չկա, ես եմ, դուք եք սիրելի հետևորդներ եւ դատարկ մաֆիադորի հրապարակը, ես այստեղ եմ հրավիրում մեր խաղի սևերին, սիրելի սևեր, եկեք տեսնենք ովքեր են այս խաղի սևերը, ովքեր են ճակատագրի որոշողները այս խաղում։ Դե, ծանոթացեք իրար հետ, կարող եք գրկախառնվել, կարող եք մշակել պլաններ ինչ եք անելու։ Հուսամ անփորձներից կլինի սևը եւ մեզ հեշտ կլինի բացահայտել։ Թաղային հետ ծանոթացանք, թիկնապահ հետ ծանոթացանք, սևերին գիտեմ, մեզ մնում է բաժանորդագրվել Monk 3-ի YouTube-յան ալիքին, սեղմել զանգակի կոճակը, ակտիվ լինել մեկնաբանություններում, որ մեր այս հետևորդների պես դուք էլ գաք եւ միանաք մեր խաղին։ Եվ այսպես Տաշիր արենայում բացվում է լույսը։ Զգուշացեք, դռները բացվում են։ Ում համար լուսաբաց, ում համար ցայգաբաց, այսպես ասած։ Չայգաբաց, բառը որտեղից է։ Շնորհակալություն եւս մեկ նոր բառի համար։ Ցայգաբաց։ Ցայտաբաց։ Այս անգամ մեր քննարկումները կսկսենք մեր դերասաններից ուզում եմ ասել ծեր, բայց չէ, ավելի լավ տարիքով։ Հրաչյայից, Հրաչյա ջան, 30 վայրկյան ունեք, պատմեք ինձ Սկսելա վարկյանը խոսա։ նկատողություն մարդիկ։ Ժողովուրդ, ես 100% կարմիր խաղացող եմ։ Այս անգամ այն անգամ բան չեմ ասել, որ կարմիր խաղացող եմ դե չէ։ Որտեվ սև էի, ուզում եմ, որ թույն խաղը լինի, հաղթենք կարմիրներով, կոալիցիա ստեղծենք կարմիրներով ու առաջնորդենք Շնորհակալություն։ 3, 2, 1 3-2-1, այո, շնորհակալություն։ Սիրելի Մաշ, ինչ ունեք ասելու մեր երկար գիշերվանից հետո։ Ժողս թաղային չեմ այս անգամ, խնդրում եմ թաղայինը շատ ուշադիր լինի, ինձ անիմաստները խնդրում չստուգի։ Շնորհակալություն։ Կարինե, ինչ եք լսել կամ ինչ գիտեք կամ ինչ ես կառաջարկեմ Մաշին ամեն դեպքում այս խաղում ստուգել, որովհետև ավելի պաշտպանական էր իմ համար։ Սա չի նշանակում, որ ինչ որ հիմա քո դեմ եմ խոսում, ամեն դեպքում ես կարմիր եմ, կխնդրեմ կարմիրներին ուշադիր լսել բոլորի խոսքերը ու ավելի համակարգված։ Շնորհակալություն։ Վարդան ինչ որ ձայներով կամ եթե հայերեն գիտեք, հայերեն խնդրում եմ ասեք 30 վայրկյանվա ընթացքում։ Okay, and a crown for week. Քանի որ անցած խաղը կարմիրները պարտվել են, իսկ ես դա ահավոր ձևի չեմ սիրում, այս խաղում պետք է հաղթենք արդեն կարմիրներով։ Խնդրում եմ թիկնապա ով է, կպահես ինձ, որ կարողանանք այս խաղը կրենք։ Որտեղ թե ես դուս եկա արդեն ինչ որ լավ չի անցնի, էլի։
այս խաղը կրկին։ Շնորհակալություն։ Փորձեմ էլի վերլուծել։ Անահիտ, Ես կարմիր խաղացող եմ կրկին, խաղում եմ չեմ ասելու ում հետ եմ խաղում եմ կարմիրների հետ, всё։ Այդքանը, շնորհակալություն, կարմիր եմ։ Ինքս երկու վարկյալը սուս եմ։ շնորհակալություն։ Ալֆրեդ, Ուրեմն խաղերի տեսությունը մի հատ թեորիա ունի, ըստ որի եթե անգամ դու Վարդանը կարմիրա, իրան այս անգամ չեն հանի, так что ես տիկնապային խնդրում եմ իրա բանը չպաշտպանի այս անգամ քեզ, ես վստահ եմ, որ քեզ չեն խփի, դրա համար ոնց որ անիմաստ բան չան, էլի, ավելի հետաքրքիր մարդ փորձի գտնի ու պաշտպանի, ես մաշ քեզ չհավատացի այս անգամ, բայց չեմ կենտրոնալու վրա, դեռ չեմ հավատա, ես մեծ հույս ունեմ, որ մեր կարմիրը մեծ Ալֆրեդ, շատ շնորհակալ ենք։ Զովինար, ինչ ունեք ասելու դուք մեր անցած գիշերվա մասին։ Նորմալ իշմարներ տա, թաղային ստուգելուց հետո կարմիրների հետ խաղա, բոլորը ուշադիր լինեն, բոլորի խոսացածից ու նախադասություններից կախվեն, հասկանալով այդ մարդը դիմացինին ինչ բացատրեց։ Ու ընդհանրապես անիմաստ հուշումներ չանել ոչ մեկին, ուզում եմ ես կարմիր եմ, ուզում եմ նորմալ խաղանք, անցածը կարային կրենք, այս մեկն է կարան կրենք, այսքան եմ։ Շնորհակալություն։ Ես ոնց հիշում եմ, դուք անցածին էլ եք նույն բանը ասում, չէ՞, անցած խաղերն էլ նույն մաղթանքներն եք ասում։ Այո։ Լավ տեղ չտարավ։ Համարժան 30 վայրկյան ունեք, ասեք ինչ եք։ Ես վերջապես իմ տարերքի մեջ եմ։ Անցածին էլ էիր այդ ասում։ Զովինար առաջարկատվությունը։ Դե ասեցին, չէ, անցածը չենք հաշվում։ Եթե տենց է հիմա ինձ հանեք, ես գնամ, լուրջ եմ ասում։ Ես հիմա օրինակ Կարինեի հետ շատ խաղում եմ։ Իմ համար դուք լավ խաղացող եք։ Ես համաձայն եմ ձեր հետ մաշի հետ կապված, բայց մի հատ բան կա, որ Վարդանի հետ կապված դուք ասացիք, որ Վարդանը Ավարտեցիք։ Այս պահին ազատ քննարկում չկա ժամանակի սահմանափակում առանձին, բայց ունենք ընդհանուր ժամանակի սահմանափակում։ Ազատ քննարկեք, չի բացնելու Կարմիր եմ, կարող դաժե կար առաջի գիշերը ինձ թաղային ստուգի տեսնի կարմիր եմ, նորմալ հետո խաղա։ Անիմաստ վատնելու եք այդ ձեր ստուգումը, բայց ստուգեք։ Մյուս կողմից է պետք է սաղի։ Սեղանը ուզում ա որ մաշը ստուգվի։ Իհարկե ժողովուրդ ջան, խնդրում եմ, հատ լսենք, թե այս խաղը պետքա գոնե կարմիրները կրեն։ Պետքա կրենք։ Խնդրում եմ սև խաղացողը կոնկրետ քայլեր են պետք։ Թաղային պետք չի հիմա ժողովուրդ թաղայինը պետք չի հիմա բացվի։ Թաղայինը պետքա մի քիչ կարա կարմիրը դաժե ստուգի։ Թաղայինը կարա կարմիր ստուգի ու կարմիրին ստուգած ինքը թիմ կազմի ու բաց հասկանա թաղայինի վստահ խոսալուց է գալի։ Անցած խաղի ինչի համար պարտվեցինք, որովհետև թաղայինը հստակ չկար, որ խոսում։ Նայ, թաղայինը Վերջ շնորհակալություն մեծ քննարկումը ավարտված է։ Ես կազմել էի, իմ հետ կազմել էի, մի տարբեր Գնում են պատրաստվելու հաջորդ սերեկ։ Նստեք, ես կասեմ, որ գնում եք։ Նստեք, մաշ նստի։ Գուշացեք, դռները բացվում են։ Մեզ ոնց սկսում է վտանգավոր գիշերը, կրքերը շատ թեժ են, ես լսեցի, որ մասնակիցներից մեկը մաշը շատ վրդոված շփվում է տեսախցիկի հետ, չգիտեմ ինչա պատմում, բայց երևի անցած խաղից մնացել է ինչ-որ բաներ, որտեղ ներվայնացրեցին, ասած այն անցած խաղի թաղայինը լավը չէր, հեսա նայք ընդեղ հիմա քրքրում է այդ ասողին։ Դուք լսեցիք Վարդանը ինչ էր ասում։ Խնդրում եմ սիրելի հետևորդներ, YouTube-յան ալիքում դիտորդներ, որ նայեք, կասեք, որ ես շատ լավ եմ խաղացել առաջին խաղ ու պետք չէր ես մի անգամից բացվի, ասեի, հա, ես թաղային եմ։ Ես շատ խելացի, կազմել էի իմ թիմը, խաղում էի իդեալական ու իմ մտքով անգամ չէր անցնում, որ Անահիտը կարող է Զովինարին չհավատար։ Այն դեպքում, որ ես գրել էի, ես թաղային եմ։ Չգիտեմ, ջան, արդեն ներվայնանում եմ ես էսվերը։ Ես ինքնից եմ ներվայնանում, ես լավ խաղացող չեմ, իսկ ցերից ես դժվար դերերում, արդեն չգիտեմ ինչ անեմ։ Աբա հեվա կուպա։ Կոպրոյի քեզ անում տնենք։ Այդ կոպրոյի։ Դու կոպրոյիկնես իմ այս բային լավագույն ընկերը։ Էլի կուզեի ասա, ես այնձ խփել են, բայց չեն կարող խփեն, որովհետև ես եմ խփողը։ Գիտեի, որ հիմա պետք է ջուր խաղի մասին խոսամ, բայց ընկան դեպիլ եմ չգիտեմ ինչ խոսամ խաղի մասին։ Սիրելի թիկնապա, դուրս եկեք, ասեք, թե ում եք շանս ընձեռնում ապրելու եւս մեկ գիշեր։ Թիկնապա, սպասում եմ ես ձեզ։ Սիրելի թիկնապա։ Ահա, սիրելի թիկնապա։ Ասեք, սիրելի թիկնապա, ում եք շանս տալիս, որ ապրի այս գիշեր եւս։ Շնորհակալություն, մեր թիկնապահը կատարեց իր ընտրությունը։
մեր տիկնապահը ընտրեց մարդու, ով մեկ գիշեր հաստատ գիտենք, որ կլուսացնի։ Հասնենք առաջ մեր թաղայինը, թաղային դուրս արի, քո համար հետաքրքիր նորություններ եմ հավաքել, սպասում եմ գազ, կիսվեմ քեզ հետ։ Ահա, թաղային ջան, ասեք, ում գույնն եք ուզում իմանալ, որ չգիտեք։ Շնորհակալություն թաղային։ Թաղայինը տարածքում չի, տիկնապահը տարածքում չի, դրա համար անվտանգ է մեր սևերի համար։ Սևեր, խնդրեմ դուրս եկեք, կատարեք ձեր ընտրությունը, ընտրեք ձեր զոհին։ 3 2 1 Դու եմ անում գնում եմ։ Ինձ հարացրեցի։ Այդ ես պետք է ոնցած խաղեմ։ Ես խնդրում եմ մեր զոհին, որ մեկ նախադասությամբ, ընդամենը մեկ նախադասությամբ գրի կտակը և անպայման շեշտի, թե ում է ուղղված այդ կտակը։ Ես կփոխանցեմ անպայման ձեր անունից։ Շնորհակալություն։ Ում ենք, շնորհակալություն, բարի, ճանապարհում ենք ձեզ, ապրեք, որ մեզ հետ եք, դուք հրաշք եք, մենք ձեզ շատ սիրում ենք, ապրեք, որ եկել եք մեր խաղին։ Ես գիտեմ ում հանձնել կտակը։ Տակ, խաղա Ալֆրեդի հետ։ Ես խաղում եմ Ալֆրեդի հետ։ Զգուշացեք, դռները բացվում են։ Այ, Շոնց հասկանում եք իմ նստած տեղից, մեր խաղանկերներից մեկը լքել է մեզ ցավոք սրտի։ Հետևաբար շրջանը այսօր կբացեք արդեն դուք մաշ 30 վայրկյան։ Ժողովուրդ իմ սիրելիներ, ես թաղայինը հոսամ ինձ ստուգեց, ես ստացա այդ կտակը պատվավոր, որտեղ նշված էր, որ ես խաղամ Ալֆրեդի հետ, ես հավատում եմ ծովին, ու ես խաղում եմ այսօր այստեղ Ալֆրեդի հետ։ Մենք այս պահին թիմ ենք կազմում, որպեսզի գտնենք կարմիրներին, ու այս անգամ մենք պարտադիր պետքա հաղթենք, ուզեք թե չուզեք, ուշադիր ենք լինելու բոլորիդ։ Այս պահի դրությամբ կասկած չունեմ, որտեղ ես եմ սկսել։ Ես բոլորիդ խոսքը որոշիչ լինելու։ Ապրեք, սիրելի Կարինե, ինչ կարծիքներ ունեք, ինչով եք ուզում կիսվեք, հիշեցնեմ, որ այս շրջան արդեն տեխնացություններ ա լինելու եւ մարդիկ են հեռացվելու խաղից։ Եթե լինի մի տեխնացություն, ավտոմատ այդ մարդը հեռանում է։ 30 վայրկյան։ Հետևաբար ծովը եղել է կարևոր ֆիգուր, եթե նման հստակ որոշում է կայացրել։ Ուրեմն ես ըստ իմ ենթադրության, որ ինքը կարևոր մարդ է եղել, խաղում եմ բնականաբար Ալֆրեդի հետ, հուսամ դու խաղում ես իմ հետ։ Մաշի մասով չգիտեմ, այսինքն ինքը կարևոր ֆիգուրներից մեկն է, Շնորհակալություն, շնորհակալություն Կարինե, շնորհակալություն, Վարդան, ինչ կարծիք ունես դու։ Ուրեմն իմ վերլուծությունները ինձ ինչա թույլ տալի, որ ես ասեմ, քանի որ ծովինարը շատ էր ուզում դուրս գար եւ իրան կարար դուրս հաներ աղջիկ, որ հասկանում է իրան, եւ ես կարծում եմ, որ այս խաղում մեր գեղեցկուի Անահիտը սև խաղացողա, մաշին հավատում եմ, մի քիչ Կարինե ջան կներես չեմ հավատում, մեկ էլ Ալֆրեդ։ Ես նորից հիշեցնեմ, որ կարող եք խոսքի ընթացքում առաջադրել ձեր կասկածելի։ Ես կասկածում եմ Անահիտին, դնում եմ Անահիտի տեխնատությունը, շուտ կրենք այս խաղը, 30 վայրկյանը ավարտվեց։ Ես հենել։ Անահիտ ձեր տեխնատությունն է դրել 30 վայրկյան ունեք պատասխան հարվածը տալու։ Ես կրկին կարմիր եմ, խաղում եմ Մաշի ու ոնց ասեց Ալֆրեդի հետ, այս անգամ հուսով ենք։ Մաշին կլսեմ այս անգամ, Մաշի հետ եմ խաղում Ալֆրեդի հետ, իմ համար, չէ, իմ համար ինքը իսկ միմիկաներից առաջ խաղից բարձր էր, որ ինքը ոնց է խափում, ոչ չի խափում, իմ համար սևա հենց Վարդանը, Վարդանի վրա։ Ընդունված է Վարդանի տեխնատությունը, շնորհակալություն։ Ալֆրեդ ձեր անունը շատ է քննարկում այս շրջանում։ Ունեք ձեր սեփական կասկածելիների տեխնատություն։ Ես չգիտեմ, ես ուզում եմ հավատամ, որ ծովը որպես շերիֆ չի գնացել, որովհետև դա շատ տխուր կլինի կարմիրների համար։ Հա, կարմիր եմ թե չէ ես, այո, միանշանակ կարմիր եմ։ Շատ դժվարանում է խաղը։ Դուք չգիտեմ, դուք հաստատ տարբեր գույներ եք։ Դա շատ լավ է։
ակնհայտ իրար դեմ եք խաղում, ձեզնից մեկը սև է։ Ու շատ լավ է։ Ալֆրեդ, ունեք տեխնացիաներ։ Դե իրանց երկուսի տեխնացիությունն էլ կա։ Կա իրանց երկուսի տեխնացիաները, մեկնաբանում ընթացքում կորոշեմ քննում քվեարկեմ։ Ամալ 30 վայրկյանն եք։ Ես Կարինե հակված եմ ձեզ հավատալու ու ծովի ասածը հիմք ընդունելով, չգիտեմ ինչքան վա ճիշտ ծովի ասածը հիմք ունել, այս բայդրությամբ ես զգում եմ որ պետք է հիմք ընդունել։ Ես խաղում եմ նաև Ալֆրեդի հետ, չէ, ես ռիսկ չեմ անի տեխնացիություն դնեմ։ Դեռևս ունենք երկու տեխնացիություն։ Եկեք իրանց մեջից ընտրենք։ Անահիտի կամ Վարդանի մեջ պետք է ընդունել։ Հա, որովհետև ես հիմա ուչունեմ մարդ, ում որ տենց կասկածում եմ։ Ձեր 30 վայրկյան։ Մերսի շատ։ Իրականում մտքովս մի բան է անցել, շատ խնդալու բան։ Միցե չեմ հավատում քեզ, որովհետև դու այն ամենասկզբից որ խաղում եք այս երկրորդ շրջանում, դու շատ ուրիշ բան ասեցիր ու ռեսկի զարթնեցիր, ես նամակ եմ ստացել, ասում եմ խաղամ քո հետ ու Ալֆրեդի հետ, այդ շատ տարօրինակ։ Չեմ կարող ասեմ տեխնացիություն կդնեմ, բայց շատ եմ ուզում, եթե հանկարծ Շնորհակալություն։ Այս բանը սկսվում է խառը քննարկում ազատ տարբերակով, չկա սահմանափակում թե ով խոսե։ Միած խնդրում եմ, Գնացեք, ազատ ով է նամակ ստացել, սկսենք այդտեղից, երկրորդ, լսեք, ոնց կարծես նամակ ստացել դու կարմիր խաղացող ես, ես զգում եմ, ախորպես մի հարամարախաղ, էլի։ Ժողովուրդ, մի աղջիկ կարար հանել ծովինարին, որտեղ ըմբռնում է, որ այս մարդը բնած է։ Ես ծովից գնացեք սենյակը ստուգ։ Վարդան, դուք հոգեբան եք, մի՞թե չեք կարող հոգիները համոզել Վարդան, մի հատ լսեք իմ համար Ամալյանն էլ է սևան, դա ոնց առաջ ես ռիսկ չեմ անում ոչ մեկի վրա, ես այսքան ռիսկ չանում դնի իմ համար ինքը սև է, իր նեյտրալությունը։ Եկեք հանեք Բացի Վարդանի եւ Անահիտի տեխնացիաներից այլ տեխնացիաներ կան առաջադրելով։ Չէ, հանեք, եթե մտածում ես, եթե դու նախորդ խաղի մտքով ես, հանի, Նախորդ խաղը Ես վստահ եմ, որ կարմիր է, մաշ, եկեք այս խաղին, հանում ենք Անահիտին, հետո կհանենք մաշի։ Որովհետև սխալվեց էլի։ Բայց ես մաշին էի կասկածում, բայց հիմա ինքը հաստատ ուրեմն բլեֆ չի անում, նամակը իր մոտ է։ Արինե տեխնացիություն ունեք։ Ես սենց ասեմ, Ես այս խաղին դուրս եմ գալու, կրակելու են ինձ, կտենա։ Ոչ մեկ քեզ չի կրակելու։ ծովը ինձ նամակ է գրել, որտեղ ես հասկացա Ալֆրեդի հետ։ Շնորհակալություն։ Ես այս խաղից դուրս եմ գալու հեսա, այլուբոմ ինձ Ավարտում ենք մեր քննարկումները, անցնում ենք քվեարկությամբ ու այս պահից քննարկումները ավարտված են։ Ունենք երկու տեխնացիություն, Անահիտի եւ Վարդանի տեխնացիությունները։ Ով է կողմ որ խաղը լքի Անահիտը։ 1, 2, 3, 4, 5, 6 ձայն։ Անահիտ դուք միայնակ քվեարկեցիք Վարդանի դեմ։ Ցավոք դուք եք լքում։ Խաղը վերջին խոսքի իրավունք ունեք Անահիտ, ասեք։ Կարմիրը ժողովուրդ ջան, հաստատ Վարդանը սևա զգուշացնում։ մեկը դալտան։ Շնորհակալություն։ Եկեք ձեզ ճանապարհենք։ Բարի ցայգապակ։ Շնորհակալություն։ Այո, ձեր ցայգաբանցները ավարտվեցին Այո։ մեր տաղավարում։ Հա, հիմա մենք չենք կարող իմանալ։ Եվս մեկ հոգի հեռացա։ Գնալով ավելի ենք քչանում։ Պատրաստվենք հաջորդ գիշերվան։ Զգուշացեք, դռները բացվում են։ Եվս մեկ կարմիր խաղացող հեռացավ խաղից։ Ինչ արած, կարմիրները չունեն տեղեկություն, սևերը լավ են խաղում, դրա համար կարմիրները չեն կողմնորոշում ինչ անեն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մոնգ 3-ին այս հիանալի խաղի համար, որովհետև շատ հետաքրքիր է, թե դուք եք ուզում մի օր մասնակցեք այս խաղին, անպայման գրեք մեկնաբանություն եւ եկեք ստեղ, ուղղակի չեք պատկերացնում, թե ինչ էմոցիաներ եք ստանալու։ Վարդանը առաջինին նորմալ չխաղաց, ես իր տակտիկաները вообще չհասկացա, դրա համար հիմա չեմ հասկանում, կամ շատ լավ սև է խաղում, կամ կարմիր է։ Մի անգամից վեր կացավ շատ ռեսկի շարժ, կտրուկ շարժումներ անում։ Պուլսացիան լավը չի, լարված է։ Եթե Ամալն է էլի, ուրեմն ինքը լավ դերասանուհի է, ես ոչինչ չունեմ ասել։ Տիկնապա, ես սպասում եմ ձեզ։ Շնորհակալություն, Տիկնապա։ Թաղային, դուրս եք, թաղային, դուրս եք, փոխանակվենք ինֆորմացիաներով, դուրս եք։ Շնորհակալություն թաղայինին իր գործը անբիծ եւ անմասն կատարելու համար։ Մնաց մեր խաղի երկու հակահերոսները գան եւ կատարեն իրենց առաջադրանքը։ Սևեր,
Դուրս եկեք Սևեր, սիրելի Սևեր նույնիսկ մաֆիադորում կարելի է սիրել նաև Սևերին։ Եվ ասեք ով է ձեր հաջորդ զոհը։ Մի փոքր ավելի կամաց, շշուկով, Սևեր խնդրում եմ ընտրեք ձեր հաջորդ զոհին։ Սևերը սպանեցին եւս մեկ խաղացողի։ Ինքնա սպանել։ Դե ինչ։ Այ, սովորաբար մեր կտակները արագ են գրվում, արագ հասնում են իրենց հասցեատերերին, մենք արագ ենք աշխատում։ Ում եք փոխանցում տեսախցիկը թողում ենք Արմենակին, բայց ես ինչ պիտի անեմ առանց տեսախցիկ հետ թողել։ Լավ, հասկացանք, վերջիը։ Տվեք, շնորհակալություն։ Ինձ էլի չեն հանա, գիտեմ որ լող խաղացող են։ Տանենք կտակը հասցնենք հասցեատիրոջը, տեսնենք ինչա լինում։ Իվերքե։ Կարինե, ես կարմիր եմ, եթե կարաս, ում? Ամալին կամ Մաշին ուշադիր եղի։ Երևի Ալֆրեդից եմ ստացել։ Իսկ մենք շարունակում ենք հերթական ցայգաբացն է Տաշիր արենայում։ Զգուշացեք, դռները բացվում են։ Բայ, ոնց հասկանում եք, մենք եւս մեկ զոհ ունենք, արդեն Ամալն էլ մեզ հետ չէ։ Կարինե, ինչ կարծիք ունեք այս ամեն ինչի վերաբերյալ, 30 վայրկյան ունեք։ Ես ուղղակի ժեստերով էլի ինձ ասեք, Մաշին հավատում ենք, կարմիրներ։ Չգիտեմ, Վարդան, ես Ալֆրեդ խաղում եմ քո հետ։ Հուսամ չեմ սխալվում։ Ես մտածում եմ Անահիտն ու Վարդանը կարան հակակշիռ ստեղծեն իրար, այսինքն Վարդանը իր հենց սեյվի դեմքը վարկի, որ ինքը ունենա ու կասկածները։ Շնորհակալություն Կարինե, շնորհակալություն։ Վարդան մեղադրանքներ հնչեցին։ Շնորհակալություն մեղադրանքների համար։ Ես ասեմ, որ մի քիչ կասկածում եմ Կարինեին ու կներես Ալֆրեդ քեզ։ Ես վստահ եմ, որ այս խաղին դուրս եմ գալու ես։ Հավատում եմ։ Տեխնացություններ, Վարդան, տեխնացություններ։ Կարինեի ընդունեք Կարինեի տեխնացությունը, ինձ թվում է դու շատ լավ սև ես խաղում ու ինձ թվում է, որ Ալֆրեդի հետ դու հենց այդ բառն է կազմել ես։ Ինձ թվում է դու սև խաղացող ես։ Իմ մեկ էլ տիկնապային շնորհակալություն, որ ինձ պահել։ Շնորհակալություն, Վարդան։ Ալֆրեդ։ Ես կապում են Կարինեի հետ, չի պահել։ Մենք Կարինեի տեխնացությունից, այսինքն հա պիտի քեզ կրակեն, որ պայի նոր բան լինի։ Կարինե, չեմ հավատում քեզ, այս անգամ մի տեսակ հայնիտոց վստահություն չկա։ Վարդան, ինչ վերաբերում է քեզ, դու տեխնացություն դնեցիր ու չկա ուրիշ տեխնացություն։ Ես հիմա դնում Վարդան առաջադրել է Կարինեի տեխնացություն, դու կարող եք առաջադրել քվեարկելու այս պատասխան կմտածեմ, քվեարկեմ թե չէ, ինչի համար բացատրեմ, որտեղ իրանք երկուսը խաղում են իրար դեմ, երկուսից մեկը սև է։ Ենթադրաբար հանում ենք երկուսին էլ նախ մի հատ գիտենք մի սև գնացել է։ Սիրելի Հրաչյա, բարի դեմքով, բարի ժպիտով, ասեք ինչ եք մտածում դուք 30 վայրկյանն եք։ Կատաստրոֆիկ չեմ հավատում Վարդանին, որովհետև ինքը իր խոսքով ամեն խաղի ժամանակ, ամեն որ դուրս է գալիս, ինքը ես գնում եմ, բայց մինչև մա դու ստեղես։ Խապլան է Վարդանը ձեզ։ Չէ, դուք ասեցիք։ Իսկ տեխնացություն կպաշտպանեմ։ Դե մաշ։ Ասա տեսնեմ ինչ ես մտածում։ Ժողովուրդ, մեր գործը բարդ է սպայն նրանով, որ ես համոզված եմ թաղայինը չկա ու համոզված եմ, որ երկու սև հիմա ստեղ նստած են։ Մեկը Վարդանն է։ Շոտ համոզված եմ, որ Վարդանն է։ Ինքը առաջին խաղին չկար, ես իր այդ տակտիկան բան չեմ կարողացել ուսումնասիրել, բայց համոզված եմ ու ինձ թվում է, որ ինքն ու Կարինան այս պահին խաղում են, երկուսն էլ սև են։ Հիմա իրանք իրար դեմ են անում, ուզում են, որ մեկը դուրս գա ու ավտոմատ մեկը ինքը կհաղթի։ Տեխնացություններ։ Հա, Վարդանին, թե Վարդանի վրա հիմա կա, ես իր վրա կթողնեմ, հետո Կարինային։ Խաղային չկա, էսի մեր գործը շատ է դժվար։ Վերջ ավարտվեց 30-ական վայրկյանները։ Ունենք ազատ քննարկման հնարավորություն, կա թաղային ուշադիր։ Հիշեցնեմ, որ այս պահին առկա են միայն Կարինեի եւ Վարդանի տեխնացությունները։ Թաղային ունենք, չունենք։
Կարինե։ Սկսենք քննարկել։ Նիվարկյան, թաղայինը Իմ աչք քվեարկեմ քո դեմ։ Թաղայինը ով է։ Ինձ այսպես նայվ լոբ ասա քիչ քվեարկեմ քո դեմ։ Որովհետև դες ամենասկզբում կասկածել եմ Մաշին։ Առավոտը հելավ ասում է նամակ եմ ստացել, բայց դա իրեն չի արդարացնում։ Հիմա ինչով է Մաշի իրան։ Ես թվում է հենց այս պահին երկու սև կա։ խաղում։ Այս մարդը ինձ չի կասկածել։ Զուտ ես իրա ու ինձ թվում է իրանք են այդ Իսկ ինձ թվում է։ Իսկ ինձ թվում է։ Տեխնացություններ, Ինձ թվում է, որ հրաչնու ինքն են սև խաղացող։ Կարինե, Որ մաթեմատիկորեն ճիշտ է Վարդանին հանել, էմոցիոնալ Կարինե։ Անեք ինձ հիմա, ախպեր հանում եք, հանեք, հաջորդ խաղի խնդրում Կարինեին կանեք։ քննարկումները մոտեցնում ավարտին։ Ես էլ եմ օքեյ։ Եթե ես այս պահին իմանամ, որ երկու սև նստած է, ես կարմիր ենք խաղալ։ Հիմա այս երկու կարմիր դուրս եք։ Արա դու չես մտածում կամ մենք չենք Վարդան ունեք, Մաշին Վարդան ունեք հավատում, դու ես կարմիր։ Վարդան ունեք, Որտեվ ինձ ով է, քեզ ինչ Կարինե ունեք տեխնացիա։ Կարինե Եթե Վարդան Կարինե ջան ունեք տեխնացիա։ Սևեր ինչ ասեմ։ Երեխա գնացիք։ Կարինե ջան Ես դնում եմ Մաշի տեխնացություն։ Ես բացեմ Մաշի վրա։ Եթե ես գնացի տհանի։ Որովհետև այս մարդը անիմաստ Վերջ, ավարտում ենք մեր քննարկումները։ Վարդանին ենք հանում։ Ավարտում ենք քննարկումները։ Գալիս ենք քվեարկության ուր։ Վարդան ավարտել է քննարկումները։ Վարդան ավարտել է քննարկումները։ Ինձի թող հանի ձեզ։ Եվ այսպես քվեարկություն։ Հիշեցնեմ կա 3 տեխնացություն։ Վարդան, Կարինե եւ Մաշ։ Այս պահից յուրաքանչյուր բառ կհամարվի նկատողություն, որովհետեւ քվեարկության փուլը ունեի քաղաքի ժամանակ բան համոզելու համար։ Դու էլ հոգեբանս մի քիչ քեզ հանգիստ բայ։ Ես sense բանի որ կարմիրները կրվում են, էլի անդա դիմա հանեք։ Կարինե, Վարդան եւ Մաշ քվեարկում են կարակ։ Ով է կողմ, որ խաղը լքի Կարինեն։ Երկու ձայն։ Դա Ալֆրեդի եւ Վարդանի տեխնացություններն են։ Վարդան ասել։ Վարդան, ով է կողմ խաղը լքի Վարդանը։ Եվս երկու ձայն։ Հետևաբար մեկ ձայն չքվեարկված ձեր անցնում է վերջի տեխնացուին Մաշին։ Մենք ունենք կիսված երկու խաղացող Վարդանը եւ Կարինեն։ Վարդան 30 վայրկյան խնդրում եմ արդարացեք կամ համոզեք։ Ես արդանելու բան չունեմ, հանեք ինձի։ Հանեք ինձի։ Վարդանի 30 վայրկյանն է։ Կարինեն պոտենցիալ սև խաղացող է։ Չկա սև։ Ես կասկածում, եթե Կարինեին հանեցինք, Կարինեն դուրս եկավ, էլի խաղը շարունակվեց, ուրեմն կար եւս մեկ սև։ Վարդանը սև Չնացավ է երրորդ նկատողությունը։ Հանեք ինձի, всё ինչ ասեմ։ Հանեք ինձի թող կրեն, օրը։ Հանեք թող կրեն սև։ Շնորհակալություն Վարդան։ Կարինա ձեր 30 վայրկյանը։ Ինձ խանգարում է քո խիստ էմոցիոնալությունը, այո։ Դու սկզբում ասացի, որ շատ արագ կարաս հասկանաս ովքեր են սևերը աչքերի նայելով, դու ինձ երբեք չես կասկածել ամենասկզբից։ Վերջում որ ես ասացի, գիտես, ես կապ եմ տեսնում ձեր մեջ, կարա հակակշիռ լինի, դու իրան հանեցիր, որտեվ ինքը թույլ խաղացող էր ու որպեսզի դու մենակ մնաս կարողանաս հաղթել։ Դրա համար հիմա դու միանգամից ֆրացիր իմ կողմ ու շատ էմոցիոնալ ուզում ես, որ ես դուրս գամ։ Բայց ընդհանրապես քո խաղընկերոջն է։ Կարինա, շնորհակալություն, ավարտվեց։ Քվեարկություն Կարինե կամ Վարդան։ Ով է կողմ խաղը լքի Կարինեն։ Երկու ձայն։ Հետևաբար 3 ձայնով խաղը լքում եք դուք Վարդան, ունեք վերջին խոսքի իրավունք։ Շնորհավոր սևերին, սևերը կրեցին։ Վերջ, շնորհակալություն Վարդան։ Վարդան, շնորհակալություն խաղի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Վարդան, շատ հաճելի է ձեզ հետ խաղալը։ Շնորհակալություն, լքեք տաղավարը։ Կոլեկտիվ որոշում կայացրեցիք։ Ուրախ դեմք է։ Ալֆրեդ, դու մինչև վերջ քվեարկեցիր, բայց ոնց որ հարազատ մնացիր Կարինեին։ Վարդանին։ Դու Վարդանի հետ ես քվեարկել մինչև Ես վերջ։ Վարդան եմ քվեարկել։ Իսկ ինչն էր քեզ ներշնչել Վարդանի հետ քվեարկել, դեմ հասկանում։ Այստեղ խնդիրը Վարդանի մեջ չի, այստեղ խնդիրը Կարինեի մեջ է, ինչ որ Այսինքն դու հասկացում ես Կարինեին։ Բայց ես քեզ ասել էի, չարի Վարդանին հանենք, որտեղ ինքը հաստատ սև է, հետո կհանենք Կարինեին։ Իսկ ըստ քեզ ովքեր են սև խաղացողները։ Ըստ ինձ Վարդանը հաստատ սև էր, որ գնացել է, ու այստեղ եթե հրաչնա սև, ինքը մալադեց։ Ինքը իրոք ես տարօրինակ հարց, հիմա խաղը շարունակվում է։ Ինչ դու ինչ ես մտածում, Հրաչյա։ Իսկ խաղը վերջացել է ուղղակի։ Իսկ թվում է իրանք երկուսով սև էին, մեր նման սկսեցին խաղալը, բայց cancel եղավ, կակ մեջ ստացվեց։ Ալֆրեդ, դու հավատարիմ մնացիր քո ընկերոջը, մինչև խաղի վերջ քվեարկեցիր նրա հետ, բայց անգամ գաղափար չուներ
ոչ քո հավատալիմ ընկերը, որի հետ դու քվեարկում ես, վերջին սև խաղացողն է մեր խաղը։ Մյուս սև խաղացողը դա Ամալն էր, որը ինքնասպան էր եղել, որ ձեզ քչքչեր։ Հաղթեցին կարմիրները, շնորհավորում եմ ձեզ։ Շատ լավ է։ Դե ուժ ձև խաղում։ Օ, ես։ Բրավո, ապրեք, կարմիրները։ Ես ուշավոր եմ խաղում, որովհետեւ Այրան պալի տանը։ շատ էմոցիոնալ է։ Ապրենք։ Շնորհակալություն խաղի համար։ Սամալին թողել եք կտակ եւ գրել եք, որ ուշադրի լինեմ Մաշին ու Հրաչի։ Սիրելի Կարինե, Անդրեյ, շնորհակալություն խաղի համար, խնդրում եմ համեց ապրեք, կարմիրներ, ուժեղեք։ Մենք առաջինել եք։ Մենք կարևոր է։ Հրաչյա, խնդրում եմ, Հրաչյա։ Տեսախցիկ առաջ անգամ չեք տեսնում։ Խնդրում եմ համեցեք դուրս, շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ։ Շնորհավորում եմ, ապրեք, 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 ապրեք։ Ինձ թվում է, որ այս խաղում կարմիրները հաղթեցին ճիշտ կտակների, ճիշտ ընկալելու, ճիշտ լսելու եւ սևերի վատ քայլի համար, որովհետեւ ինքնասպանությունը այս խաղում այդքան էլ պետք չէր։ Դե ինչ, նորից մեզ մոտ հաղթեց ընկերությունը, Monk 3-ի եթերում մենք շարունակելու ենք Mafia Dor-ի երկրորդ եթերաշրջանը, որը նկարահանվում է իհարկե Տաշիր արենայի նմանը չունեցող բեմում։ Ձեզ բոլորիդ ասում ենք մնաք բարով, բանանոթագրվեք Monk 3-ի YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակի կոճակը, գրեք մեզ մեկնաբանություններ, մենք այդ բոլոր մեկնաբանությունները կարդում ենք, մենք ձեզ սիրում ենք, մենք ինչ անում ենք, ձեզ համար ենք անում։ Մնացեք բարյավ, մնացեք լավ, կտեսնվենք Mafia Dor-ի հաջորդ հաղորդման ժամանակ։ Գնացինք։